107 տարի առաջ թուրքական կանոնավոր բանակի դեմ հայ ժողովուրդը 3 ճակատով Բաշապարանում, Սարդարապատում ու Ղարաքիլիսայում կռիվ տվեց իր ինքնությունը պահելու համար։ Թուրքիայի հետ հարաբերությունները տեսել ենք ինչպես են կարգավորվում իրական կարգավորում արել են մեր նախնիները, այո, իրենք կարգավորել են Սարդարապատով, ուրիշ ձև չկա։ Հայկական ինքնությունը պահելու ուրիշ ձև, ըստ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, այսօրվա իշխանությունն է առաջարկում պահել իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած բոլոր պայմանները բավարարելով։ Արամ Մանուկյանի արձանի մոտ Ռուստամյանը հիշեցնում է 107 տարի առաջ էր Երևանի փողոցներում թուրքերի առաջ խոնարհվելու կոչանողներ եղել են։ Այն ժամանակ էլ իդեպ թուրքերի ընդունելու եղբայրությունը եւ այլ քարոզողներ եղել են Երևանի փողոցներում այդ օրերին, որ պատմությունը լավ նայեք, Սարդարապատի օրերին։ Այրանց նման այդպիսիներն եղել են։ Բայց լավ է, որ ժողովուրդը դրանց հետևից չի գնացել, այլ գնացել է դրանց հետևից, ովքեր ասել են մենք պետք է մեր ինքնությունը պահելու համար մեր կյանքի գնով էլ դա անենք։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, ինչպես նաև Գարեգին Նժդեհն է ասում, որ ժողովրդից է ամեն հաղթանակ եւ ամեն անկարող ղեկավարությունից է պարտությունը։ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքում պարտվողականությունն է, ըստ դաշնակցականների։ Իրանց համար ուղղակի սարսափ է առաջացնում երկու բառ՝ հայկական եւ հաղթանակ։ Իրանք ես երկուսից էլ փախչում են, չեք տեսնում, ինչպես օծը դաղցից։ Այսինքն փախչում են այս մարդիկ։ Հայկական իրանց համար չի կարող լինել, որտեղ դա կարող է սպառնալիք հանդիսանալ իրանց իրական Հայաստանի համար։ Իրական Հայաստանի դրոշակակիր Ալեն Սիմոնյանը երեկ վստահեցրել էր, թե խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներն առևտուր են սկսելու, անգամ Բաքու կարող են վերադառնալ հայերը։ Ես կարծում եմ իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, դա Բաքուն է, հավանաբար ինքը խոսում է դրա մասին։ Դա ընդամենը ինքը իր մասին եւ իր ապագայի մասին է խոսում, այլ ոչ երբեք հայ ժողովրդի։ Հայ ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ եւ արցախայերի վերադարձի իրավունքը անկախտելի է։ Այս օրերին ավելի քան անկախ համարել Հայաստանը մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում 5000 մեր զավակների արյունն է, Արցախի ցեղասպանությունը, սա քաղաքական ցինիզմ է։ Քաղաքական ցինիզմ են դաշնակցականները համարում Հայաստանի վարչապետի Սարդարապատում այսօր արած հայտարարությունը, թե մեր ժողովուրդը այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այդ ինքն է գտել հայրենիքը, այդ հայրենիքը ինքը ստացել է, ինչպես ողջ սերունդն է ստացել հայրենիք, այն ինչ որ ժառանգել էին, թող դա պահեին։ Այն ինչ որ ժառանգել են, դրանից արդեն օր-օրի մենք ամեն ինչ կորցնելով գնում ենք, այսա կանգնեցնելու խնդիր կա։ Իշխանությունը հասկանում է, որ սարսափելի կորուստներ է բերել հայ ժողովրդին, ասում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Ինքը վախենում է հայ մարդուց։ Հայ մարդուց վախեցող Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին կոչ էր անում շփվել հասարակաղաքացիների հետ, այսօր ամբողջ իրավապահ համակարգը ոտքի է հանել, որ անխոչնդոտ հասնի Սարդարապատ, նկատում է ընդդիմադիր պատգամավորը։ Կարմիր լույսի տակ կանգնում է, տեսել եք իր շարասյունի երկարությունը, երբ որ միտեղով անցնում է, ամբողջ քաղաքը պարալիզացվում է։ Թե ինչա, մի հատ ազգակործան պատուհաս այդտեղով անցնում։ Արամ Մանուկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո դաշնակցականները ուղևորվել են Սարդարապատի հուշահամալիր։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, հայության մահվան դատավճիռը չեղարկելու եւ սեփական ապագան որոշելու խորհրդանիշ է։ Սարդարապատում հայտարարել է իշխան Սաղաթելյանը ու պնդել, նույնը պետք է անել նաեւ այսօր, քանզի հայ ժողովուրդը կրում է Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգությունը։ Այո, մենք կանգնած ենք քարոզական Սարդարապատի շեմին։ Ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև քաղաքական ուղեցույց։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։